Գուցե կարելի է սկսել հիշեցնելով մեր ունկնդիրներին Լոմոնոսովի մի հայտնի խոսքը, ասված ռուսաց լեզվի մասին, որ ֆրանսերենով պետք է խոսել կանանց հետ, գերմաներենով թշնամիների հետ, անգլերենով բիզնեսի լեզու է անգլերենը եւ այլն։ Իսկ ռուսերենը կարող է այդ ամբողջ իր մեջ ամփոփել։ Սակայն հետաքրքիր է, որ նույնատիպի մի արտահայտություն է արել Լոմոնոսովից դեռ մի 150 տարի առաջ 1595 թվականին անգլիացի հեղինակ Ռիչարդ Քարիոն, որը համեմատելով անգլերենը 4 եվրոպական լեզուների հետ, հանգում է նույն եզրակացության, վերջում ասելով, որ անգլերենը ամենահամեղն է, իսկ մյուս լեզուները որոշ առումներով թերի են։ Քարիոն համեմատում է անգլերենը իսպաներենի, ֆրանսերենի, հոլանդերենի հետ։ Հետաքրքիր է, որ ֆրանսիացիները նույնպես նմանատիպ գնահատական են տվել փոքր-ինչ ավելի վաղ անգլիացիներից, համեմատելով ֆրանսերենը այն լեզվի հետ, որով խոսում են հրեշտակները, ասելով, որ ֆրանսերենը գեղեցկագույնն է բոլոր լեզուներից։ Եվ հետաքրքիրը այն է, որ հայերը նույնպես պաշտել են իրենց լեզուն, գնահատել են իրենց լեզուն, բայց երբ երևի շատ քչերը կիմանան, որ դեռևս 5-րդ դարում ճիշտ նմանատիպ մի արտահայտություն էլ հայոց լեզվի նկատմամբ այսպիսի մի համեմատություն էլ արել է Եղիշեն իր քիչ հայտնի մի ուսումնասիրության մեջ Արարածոց մեկնություն, մեկնողական երկի մեջ։ Այդտեղ Եղիշեն համեմատել է հայերենը 9 լեզվի հետ եւ ասել ճիշտ նույնը, ինչ Լոմոնոսովը եւ Ռիչարդ Քարիոն։ Ահա մի հատված։ Հույնի լեզուն փափուկ է, հռոմեացունը սաստիկ, հունինը սպառնական, ասորունը աղաչական, պարսկինը պերճ, ալանինը գեղեցկազարդ, գոթինը ծաղրական, եգիպտացունը կարծես մի ծածուկ եւ խավար տեղից լսվի, հնդիկինը ճռվռացող, իսկ հայինը համեղ է եւ կարող է բոլոր լեզուներն իր մեջ ամփոփել։ Որքան է բանական միտքն ունակ ճանաչելու, որքան է հնարավոր տարածել մտահորիզոնի սահմանները, ճանաչելու մեր լեզուն մինչև վերջ։ Փորձենք եւս մի քանի լրացումներով մուտք գործել հայոց լեզվի իրոք անեզր աշխարհ։ Լեզվի եւ ազգային ինքնագիտակցության կապը շատ սերտ է եւ ուսումնասիրված է բազմաթիվ գիտնականների եւ պատմաբանների, սոցիոլոգների, ազգաբանների կողմից։ Ցավոք, մեզանում այդպիսի ուսումնասիրությունները դեռևս բացակայում են։ Այնինչ հայերի համար ազգային լեզուն եղել է թերևս ամենակարևոր որոշիչը ազգային ինքնության կազմավորման ընթացքում, եթե ոչ ասենք ամենաառաջինը նաև գուցե։ Փաստը, որ հայ ժողովուրդը այսօր ունի երկու գրական լեզու, բացառիկ, շքեղ եւ կատարյալ, երկու ուղղագրություն եւ բազում այսօր կենդանի գոյատևող բարբառներ, սա նույնպես ապացույց է իր հնագույն լեզվական մտածողության, լեզվական համակարգի կատարելության։ Շամչյանը գրելով արդեն 18-րդ տարի վերջում մի մեծ գլուխ իր հայոց պատմության մեջ տրամադրում է հայոց լեզվի հարցերին, հայոց լեզվի ծագմանը, գլուխը այդպես էլ կոչվում է հայոց լեզվի մասին, որը եւ առաջինն էր։ Ըստ Շամչյանի հայոց լեզուն հենց Աստծո եւ Ադամի լեզուն է եւ մինչեւ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ըստ Շամչյանի հայերը չեն մասնակցել աշտարակաշինությանը, այդ իսկ պատճառով էլ նրանց լեզուն այլևս չի փոխվել եւ Աստծո հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է խոսել հենց հայերենով։ Դեռ հնագույն ժամանակներում
լեզվական քիմք, մտածողություն, բառարտաբերություն, հնչյունի տեղ, դիրք, կոկորդ, շուրջ, բերան, ամբողջ խոսակցական, ամբողջ այս միասնությունը հասած է եղել կատարելության։ Գրիգոր Տաթևացին շարունակելով Եղիշեի խոսքը ասում է. իսկ հայրենը համեղ է եւ հայը կարող է բոլոր լեզուները ճշգրիտ յուրացնել, մինչդեռ մյուսները չեն կարող, որովհետեւ թերի է նրանց լեզուն։ Այս կատարելությունից է, որ հայերի լեզվական քիմքը զարգացած է այնքան, որ հեշտությամբ տիրապետում են այլ լեզուների։ Շամչյանը նույնպես յուրովի մեկնաբանում է Եղիշեի խոսքը, ավելի շատ Գրիգոր Տաթևացու նման, արժե կարդալ։ Տեսնում ենք, որ ովքեր կատարելապես եւ տիրապես գիտեն հայոց լեզուն, իր բոլոր հատկություններով, հնչյուններով եւ առոգանությամբ հանդերձ, կարողանում են ճիշտ արտասանել այլ ազգերի այն բոլոր բառերը, որ սովորում են, կարծես իրենց հարազատ լեզուն լինի։ Իսկ այլ ազգերը չեն կարողանում ուրիշների բառերը ճիշտ հնչեցնել, ինչպես եւ հայտնաբերում ու ցույց է տալիս փորձը։ Այստեղից բացահայտվում է, որ սկզբնական ու հարազատ բառը հայերի լեզուն է եւ ոչ մյուսներինը, որոնց լեզուներն ածանցյալ են նրանից։ Հնչյունների այն խումբը, որ միտք է արտահայտում, մենք նշանակում են բառ։ Արևմտյան գիտնականների համաձայն Եվրոպայում առաջին ազգերը առաջացել են 16-ից մինչև 20-րդ դարը ընկած ժամանակահատվածում։ Եվ հենց այդ ժամանակ էլ առաջացել է սերն ու պաշտամունք իրենց մայրենի լեզուների հանդեպ։ Նույն փաստերը, նույն մեկնաբանությունները, եթե կիրառվեն հայկական հողի վրա, ապա մենք տեսնում ենք, որ 5-րդ դարում Այբուբենի ստեղծումից անմիջապես հետո հայերի մոտ առկա է ճիշտ նույն սերն ու պաշտամունքը մայրենի լեզվի նկատմամբ, ինչպիսին հանդիպում ենք Եվրոպայում 16-ից 20-րդ դարերի հատվածում։ Անընդհատ խոսում ենք հայոց լեզվով ու շատ հաճախ մոռանում, որ այս ինքնատիպ լեզուն կայացել է իր նույնքան արժեքավոր ու թվով շատ բարբառների շնորհիվ։ Մի փոքր ազգի մեծ լեզու ու շատ բարբառներ։ Արժե մտածել։ Եվ երևի 10 տարին մեկ լուսամիտ հայագետ Գարեգին Հովսեփյան պիտի ծնի այս հայ ժողովուրդը, որ 19-րդ դարի վերջին 1792 թվականին Սասնաձորերի 5 տարբերակ պիտի հրատարակեր, որ գրեր առել մոկացիներից եւ ապարանում վերաբնակեցված մուշ բուլանող ալաշկերտ գաղթականներից առաջաբանում գրում է. Եթե լեզվաբանությունը բացառյալ հնդեվրոպական լեզվաբանության ընդհանուր ընտանիք, եթե հայ լեզվաբանը ուզում է գաղտնիքները իմանալ տիրապետել, անշուշտ թե միայն բարբառներ։ Եթե ուզում է հայագետը բացահայտել տաղաչափության, հայոց հնագույն տաղաչափության նկատուներ երկներ երկին, երկներ երկիր եւ այլն խորնացուցած պատառիկներ, եթե ուզում ենք տաղաչափության գաղտնիքներն իմանալ, միայն բարբառի միջոցով։ Բարբառներն են այդ շտեմարանը, բարբառներն են այդ կանձարանը եւ բարբառը լեզվական զինանոց է։